մշակույթը պատտվել այդ մի բառի շուրջ, այդ մի բառով էր սկսվում եւ ավարտվում։ Այսպես էր, գեղեցիկ գիշերներ էինք լուսացնում եւ հիմա նաեւ այսպես դուրս եմ նայում պատուհանից այս մթությունն է, էլի, մթությունն է դուրսը, բայց զգում ես, որ այս ոգեկոչման օրը մի բաժակ գինի կամ մի կաթիլ գինի հեղեսել մութի մեջ քո ընկերոջի շատակին։ Բերեք գնանք ես գեղեցիկ։ Շատակի համար։ Ճիշտ է, հիվանդ, բայց պայծառ օրեր ունեցավ։ Մենք կռվում էինք մահվան դեմ, ինչ որ պայքարում էինք, կռվում էինք, նաև կռվում էինք, բայց արդեն 5-6-ին մենք սպասում էինք, որ հիմա կամ Հակոբը կգա, կամ Աղվանը կգա, կամ Հրաչը կգա եւ մեր օրը լրիվ փոխվում էր։ Այդ երկար ու ցիկ տարիները մենք բոլորս միասին ենք անցկացրել։ Քիչ առաջ այստեղ խոսում էինք, հիշում էինք, որ արդեն վերջերն էին եւ Գյումրիում պարկած էր Հակոբը Մովսեսը ոտքերն էր լվանում, մենակ պետք է տեսնել Աշոտի ներեցիչը։ Երբ որ մենք գնացինք Գյումրի, վերջին անգամ Աշոտին տեսանք, Աշոտը դրանից մի 8-10 օր հետո մահացավ։ Աշոտը շատ ուրախ էր, ջերգողություն էր սկսվել իր մոտ, ձեռներն ու ոտքերը ուռել էին բավականին եւ փորձում էր շատ ուրախ լիներ, մեր տրամադրությունը չգցելու, չփչացնելու համար, բայց երբ որ արդեն հրաժեշտ տվեցինք ու դուրս էինք գալիս, ես փաթաթվեցի Աշոտին, երբ մի քիչ պինդ փաթաթվեցի, Աշոտը ասեց, «Ծո, քիչ եմ զգուշ, ես ուրած եմ» ու լաց եղավ, ես այսպես ասած պարսավեցի, ասի ուռել ես, ասի դրա համար լացանը տղամարդեղի բան եւ դուրս եկա, բայց արդեն բոլորս էլ գիտեինք, որ մենք Աշոտին տեսնում ենք վերջին անգամ։ Վարդերի հուղարկավոր, որ տանում ես նրան անդարձ, փշե պսակ ու թաց երկինք նվիրելով, որ տանում ես դաշտի միջով ու չես հարցնում, այս մեկն ինչու, ու չես թողնում ողբասացին ասել երբեք, ու տանում ես մենակ ու մերկ, ու չես ասում, որ կա դարձի մտապատկեր, որ կա գույնի դիվային ողբ ու մեկնումի մարող զուգերկ, ասա, երկնեմ սուտ հիացում, կամ մոգական գավազանով հանդերձյալից լուրեր բերեմ, ու մեկնումը տարաժամեմ, որ խմբերքեն կանաչ ու հող, որ խմբերքը իր հետ բերի հոգեհանգիստ մի ծիսական։ Նախքան այս պորտրետը անելը, ես Աշոտին ուրիշ տարբերակ արել եմ։ Ավելի ազատ, ավելի կռոտեսկային, դա տաշել էի փայդի վրա, հետո եղավ, որ ցուցահանդես բացեցինք Վրաստանում, այդ գործը կնվեց, ահագիներ փող տվեցին, Աշոտն իմացավ, որ իրա գլուխը վաճառվել է, ասում է գլուխս ծախիր կերար, մի հատ հրախի է չարար։ Այդ լավ հիշում եմ։ Միշտ գալիս էր իմ արվեստանոց, իրիկվա ժամերին նստում էինք, խոսում էինք, հետո ոնց որ ժամ ունենար։ Ասում էր, «Երտամ նարեգս կրին» ու շլապեն դրած, սև վերարգուն հակար, ոնց որ խորհրդավոր դուրս էր գալիս ու գնում էր իրա գործին, գրում էր իրա նարեգը, նարեգս կրին։